Բոլորիդ բարի երեկո, նաև ասենք բարի երեկո բոլոր այն մարդկանց, ովքեր նայելու են YouTube-յան ալիքներով։ Այս եթերը ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այս վերջի մեր երկու եթերները ահագին տարածվեց, այն եթերը, որը մենք արեցինք Ղարաբաղցիների մասին, ովքեր միտինգներ են անում այս օրվա, այսպես ասած, արդյունքները, ասեմ, որ 800,000-ից ավել պրասմոտր հավաքել, դա նշանակում է, որ մոտավորապես 1 միլիոն մարդ նայեցին այդ եթերը, որը եղել է 8 օր առաջ։ Ես նորից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր TikTok-ում ահագին կոմենտներ են թողում եթերի տակ, նաև տարբեր YouTube-յան ալիքներում եւ իհարկե ովքեր գրել են կոմենտներ Facebook-ի իմ էջում։ Շատ շնորհակալ եմ ու ասեմ, որ ես չեմ սպասել, որ այսքան պրասմոտր կհավաքի եւ ճիշտ ասած ես սկզբից հասկացա, որ ահագին մեր հետևորդները կիսվում են добрый вечер, կիսվում են եւ ահագին տարածվելու է, բայց այն, որ 800,000 կարա ընդհանրապես հավաքի, դա իսկականից ինձ համար շոկային էր։ Շնորհակալ եմ շատ եւ չեմ հոգնելու, ձեզ ասեմ շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, այսօր մենք խոսանք նորից այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է Հայաստանում, ուզում եմ հիշեցնեմ, որ այն ղարաբաղցիները, ովքեր հավաքվել են օպերայի մոտ միտինգների եւ ընդհանրապես եկել են այդ միտինգների, դրանք փառք Աստծո բոլոր ղարաբաղցիները չեն, բայց ունեք շատ վատ իրավիճակ այն տեսակետից, որ ահագին ղարաբաղցի, ովքեր Ղարաբաղում, այսպես ասած, փող են թավանել, մարդիկ են սպանել եւ այսպես ասած խառնված են տարբեր կեղծ գործերում, փաստորեն այդ ղարաբաղցիք չեն ուզում ապրեն օրինական դաշտում, չեն ուզում հարգեն Հայաստանի Հանրապետությունը եւ մնում են իրանց կեղտոտ մտքերի հետ եւ այդ կեղտոտ մտքերը իրանց թույլ չի տալիս նայեն Հայաստանի վրա նենց ոնց մենք ենք ձեզ հետ նայում եւ այդ կեղտոտ մտքերը իրանց թույլ չի տալիս սիրել մեր հայրենիքը, քանի որ իրանք գիտեք, իրանք չեն նայում Հայաստանի վրա որպես անկախ պետության վրա, իրանք իրանց մտքերի մեջ ինչ ուզում ես կա, բայց ոչ սեր Հայաստանի հանդեպ եւ սա մեծ շատ լուրջ խնդիր է բոլորիս համար։ Պատճառը դա է, որ այս մարդիկ պատրաստ են ռուսների համար անեն ինչ ուզես, բայց ոչ Հայաստանի համար։ Պատճառը դա է, որ իրանք չեն տեսնում ինչքան բատություն արել Ռուսը եւ Ռուսաստանը իրանց համար, եւ դրա համար մենք տենում ենք մի հատ իրավիճակ, որը ստեղծվել է Հայաստանում, որը չի կարա շարունակվի նույն ձևի։ Սկզբից ուզում եմ ասել, որ դուք երևի սովորել եք եթերներ նայել, հայտարարություններ լսել, բայց վստահ եղեք, որ այսօրվանից բոլոր ղարաբաղցիների համար, ովքեր փորձում են քանդել Հայաստանը, բոլոր Ղարաբաղի գեներալների համար, բոլոր այն պրովոկատոր ղարաբաղցիների համար, ովքեր հույս են պահում, որ կարան իրանք ինչ-որ բանի հասնեն իրանց պրովոկացիաներով, ուզում եմ հայտարարեմ, որ այսօրվանից իրավիճակը փոխվում է բոլոր այդ մարդկանց համար։ Ինչի մասին է խոսքը գնում։ Խոսքը գնում է դրա մասին, որ էլ չի լինելու կատակներ, չի լինելու հայտարարություններ եւ այն ամենը, ինչ կար մինչ այսօր, երբ տարբեր պրովոկատոր ղարաբաղցիներ իմանում էին, թե իրանք կարան իրանց լկտի պահեն, մարդկանց ճնշեն եւ դա անցնելու է ասենց շատ հեշտ, այսօրվանից այդ իրավիճակը էլ չկա։ Ինչու՞մն է դա կայանում, դա մենք տեսնելու ենք, պետք է սպասել շատ քիչ, բայց ես խոսամ մեր բլոգերների մասին, մեր լրագրողների մասին, որ նաեւ ես այսօրվանից չեմ լինելու այդքան բարի, ինչքան բարի եմ եղել մինչ այսօր։ Ինչու եմ ես ասում, որ ես բարի եմ եղել։ 99% վիդեոները, նյութերը ես չէի գրում։ Այսինքն այն ամենը, ինչ գրում էի, դա երևի 1%-ն է կամ էլ 2%-ը։ Եվ ես ամեն անգամ մտածում եի պետք չի գրել, ցույց տալ այն ամենը, այն վատ բաները, որը ունենք մենք ձեռի տակ։ Բայց նաև ես էլ եմ փոխվելու այսօրվանից եւ էլ չի լինելու սենց իրավիճակ, երբ ես նյութ եմ գրում կամ սյուժե եմ բաց թողնում եւ մտածում եմ երևի մեծ մասը պետք չի ասել հայտարարությունա
երևի սա կարող է կոպիտ լինի, այսինքն ոչ։ Այսօրվանից փոխում է ամեն ինչ պրովոկատոր ղարաբաղցիների համար դեպի վատը եւ նաեւ համացանցում։ Գիտեք ինչա, այս երկիրը դրա համար չէ, որ մենք գանք այդ երկրում մարդկանց շանտաժի ենթարկեք։ Եկեք մի հատ հասկանանք, հա, ով իրավունք ունի գա Հայաստանում, Հայաստանի ժողովրդին շանտաժի ենթարկի։ Շանտաժի ով է մեզ ենթարկում, մեր թշնամին, ես չեմ հասկանում, Ղարաբաղցին երբ մեզ շանտաժի է ենթարկում, ինքը ով է, թշնամի է։ Հայաստանը դա բոլորիս տունն է, չէ։ Այսինքն մեր տան մեջ եկել են մարդիկ, խոսքը գնում է պրովոկատոր ղարաբաղցիների մասին, ու շանտաժի են ենթարկում մարդկանց, ովքեր նալոգ են մուծում, ում երեխեքը ծառայում են։ Կներեք, դուք ընդհանրապես հասկանում եք, որ շանտաժը դա հանցագործություն է, թե Ղարաբաղում ձեզ չեն բացատրել դա։ Ով իրավունք ունի ինչ-որ մեկին Հայաստանում շանտաժի ենթարկի, ասել դուք պետք է սենց անեք, դուք պետք է մեզ գումար տաք, այսինքն։ Իսկ ով ասել, որ вообще այդ գումարները, որ դուք ամեն ամիս ստացել եք, որ մինչ հիմա պետք է ստանայիք։ Սկզբից պետությունը, կառավարությունը 6 ամսով է, չէ՞ ասել, որ ձեզ օգնություն է տալու։ Հետո երկարացրել է, հիմա 18 ամիս արդեն գումարներ է տալիս։ Ով է ձեզ ասել, որ պարտավոր է вообще պետությունը ձեզ գումարներ տա։ Առաջինը Ղարաբաղի հայերը ոչ մի բանով չեն տարբերվում Ուկրաինայի հայերից, Սիրիայի հայերից կամ մի ուրիշ հայերից, ոչ մի բանով։ Եկեք մենք հարց տանք մեր հետևորդներին, ովքեր Սփյուռքից են մտնում իմ եթերս, եւ եթե կարելի է դուք եթե YouTube-ով եք նայում, YouTube-ում էլ գրեք պատասխանը։ Եկեք հարց տանք մեր հետևորդներին։ Հարգելի բարեկամներ, ովքեր ապրում են Հայաստանում եւ Սփյուռքում։ Դուք ո՞նց եք գտնում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեզ ունեք ՕՊԳ, организованная преступность, մեզ ունեք Ղարաբաղյան կլան, ովքեր ճնշում են մարդկանց, շանտաժի են ենթարկում եւ հանցագործ խումբ են։ Այսինքն у нас есть организованная преступность Карабахская в Армении։ Այս հարցից պատասխան տվեք։ Ունենք մեզ Ղարաբաղյան կլան, հա, որպես организованная преступность Հայաստանում։ У нас есть Карабахский клан, մեզ ունենք Ղարաբաղյան կլան, հանցագործ Ղարաբաղյան կլան Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ունենք մեզ։ Խնդրում եմ, եթե կարելի է պատասխանեք։ Ունենք թե չունենք մեզ Ղարաբաղյան կլան, հանցագործ Ղարաբաղյան կլան։ Իհարկե ունենք։ Եվ այսօր մենք պետք է հարց տանք։ Գրեք, եթե կարելի է գրեք, ժողովուրդ ջան։ Ունենք, Սուրեն ջան, շնորհակալ եմ, վիկ գրել է դա, հա։ Տեսեք, եթե կարելի է գրեք, ես շարունակեմ։ Ունենք մեզ Ղարաբաղյան կլան, որի մասին չի ուզում խոսա կառավարությունը, չեն ուզում խոսան պատգամավորները, չեն ուզում խոսան ուժային կառույցները, այսինքն այսօր մենք ֆիքսում ենք եւ դուք գրում եք, որ մեզ ունենք Ղարաբաղյան հանցագործ կլան, հա։ Եկեք մի հատ հասկանանք։ Ոնց է ստացվում, որ մենք ունենք հանցագործ Ղարաբաղյան կլանը, որը ճնշում է լրագրողներին, հա, սպառնում է քաղաքացիներին։ Այսօր Արտուր Ագաբեկյանը սպառնում է սա Հայաստանով մարդկանց, իր խմբերով մանա գալիս մարզերում, ով իր դեմ բան կարա խոսա, ինքը իրանց ճնշում է, սպառնում է եւ այլն։ Սամվել Բաբայանը մարդկանց սպառնում է Երևանում, որ պետք չի ցույց տալ իր անօրինական հյուրանոցը։ Այսինքն Ղարաբաղյան կլանը սպառնում է մարդկանց Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ այսօր դուք գրում եք, որ մեզ ունենք հանցագործ կլան, բայց տեսեք ԱԱՑ-ի պետ Արմեն Աբազյանը մի անգամ չի ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ունենք կազմակերպված, հա, հանցագործ կլան։ Տեսեք դատախազ Աննա Վարդապետյանը մի անգամ չի ասում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ունենք կազմակերպված հանցագործ կլան։ Ոչ մի բան չի խոսում քննչական կոմիտեի ղեկավարը եւ ոչ մի բան չի ասում ներքին գործերի նախարարը։ Եկեք մի հատ հասկանանք, սա Հայաստանը սպառնում են, մարդկանց շանտաժի են ենթարկում, մարդկանց կյանքը թույնավորել են այդ մարդիկ, այդ գեներալները, այդ հանցագործները, բայց ոչ կառավարությունը, ոչ ուժային կառույցները չեն տենում դա։
Գուցե ոչ մի կլան չկա, ուրեմն եկեք կանչեք այս բլոգերներին, բլոգերներին կանչեք, ասեք մեզ չունեք ոչ մի Ղարաբաղյան կլան, այս ումին եք դուք քանադատում։ Ստացվում է ժողովուրդ ջան, որ ես եւ դուք գիտենք, որ Ղարաբաղյան կլանը կա եւ այս մարդիկ հանցագործ են եւ վտանգ են, վտանգավոր են պետության համար, բայց մեզ հետ համաձայն չի ոչ կառավարությունը, ոչ ուժային կառույցները։ Իրանք մեզ հետ համաձայն չեն։ Եթե մենք գիտեք, որ ահագին խնդիրներ են բերում այս մարդիկ պետության մասշտաբով, բայց նույն ուժային կառույցները ոչ մի քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի այս մարդկանց ձայնը կտրեն, ուրեմն մենք ապրում ենք տարբեր երկրներում, տենց է ստացվում։ Ստացվում է, որ ուժային կառույցները եւ կառավարությունը նստած են իրանց շենքերում եւ այս մարդիկ կտրվել են ժողովրդից։ Ստացվում է, որ կառավարության անդամները իրանք արդեն չեն զգում ինչա կատարում պետության մասշտաբով, իրանք նստած են իրանց շենքերում, իրանց դա հետաքրքիր չի, ինչա մեզ հետ կատարվում։ Այսինքն պատգամավորներին, ԿՓ-ի պատգամավորներին հետաքրքիր չի, որ փողոցներում սպառնում են ղարաբաղցիները, ԿՓ-ի պատգամավորներին հետաքրքիր չի, ինչա լինելու մարդկանց հետ Թավուշի մարզում կամ Լորիի մարզում, եթե Արտուր Ագաբեկյանի մարդիկ գալիս են սպառնում են։ Ու սա շատ լուրջ խնդիր է։ Սա շատ լուրջ խնդիր է։ Ես օրինակ չեմ հասկանում, ԿՓ-ի պատգամավորները չեն տենում ինչա կատարում պետության մասշտաբով։ Մեզ պետք չէ ազգային ժողովում կամ էլ ինչ-որ կաբինետում ինչ-որ մեկը հայտարարություն տարածի։ Մեզ պետք է քայլեր։ Մարդիկ արդեն չեն ուզում լսեն ոչ մի բան, ոչ դպրոցի համար մասին, ոչ ճանապարհի մասին, մարդիկ մի հատ հարց են տալիս։ Հայաստանը ընկել է Ղարաբաղյան կլանի ձեռը եւ կրիմինալ, մարդկանց ձեռը։ Ոնց է ստացվում, որ այս երկրում Մասիսի քաղաքապետը կրիմինալ է, Աբովյանի քաղաքապետը կրիմինալ է, Գյումրիի քաղաքապետը հիմա նորից Վարդանի կրիմինալն է լինելու։ Ոնց է ստացվում։ Մարդկանց սպառնում են, մարդիկ Մասիսում, այսօր Մասիսում մարդիկ, ինչքան ես մարդ գիտեմ, իրանք վախենում են Մասիսում։ Իրանց քաղաքապետից։ Դա նորմալ է, դա ինչ կապ ունի դեմոկրատիայի հետ։ Դա ինչ կապ ունի դեմոկրատիայի հետ։ Բա մենք 6 տարի առաջ ազատվել եք, ասում եք ազատում եք քոչարյանականներից, սերժականներից։ Ոչ մի պայքար չկա, ոնց եք մենք ազատում այդ մարդկանցից։ Եթե նույն Մասիսցին ապրում է Մասիսի քաղաքապետի հետ, մենք ոնց եք ազատվել քոչարյանականներից։ Մի հատ բացատրեք։ Ոնց։ Ես օրինակ չեմ տենում, մենք ինչից ենք ազատվել։ Ու այն բանը, որը կատարվել է Պարաքար համայնքում, ԿՓ-ի ներկայացուցիչները չեն ուզում տենան ինչ այնտեղ կատարվել։ Իսկ դեռ կատարվել է նույն բանը, ինչը կատարվել է Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Այսինքն Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Երևանցին չի գնացել ընտրությունների, այսինքն բայկոտ է արել, ոչ քոչարյանականներին ա տվել, ոչ Սերժին, ոչ էլ ԿՓ-ին, փաստորեն։ Իսկ Պարաքարում մարդիկ ձայն չեն տվել ոչ Քոչարյանին, ոչ Սերժին, բայց Նազլո իրանց, Նազլո ԿՓ-ին տվել են ձայները Մանեթ Հանդիլյանի ուժին։ Մարդիկ բոլորը մի հատ հարց են տալիս. ինչի չի գնում պայքար Ղարաբաղյան կլանի հետ եւ կրիմինալի հետ։ Սա շատ հասարակ հարց է։ Եթե կներեք թմրանյութ վաճառող Ղարաբաղցին իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում, պասպորտը չի ստացել, ինքը вообще քաղաքացի չի, ու մարդկանց սպառնի, սա խայտարակություն է։ Այսօր Ղարաբաղցիները ոչ մեկ իր տղորցը չի ուղարկում բանակ։ Ինչի։ Կներեք, էլի Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր տղու հետ դուրս է եկել եթեր ու ասել է իմ տղաս գնում է բանակ ու գնացել է ու կրվի ժամանակ մասնակցել է, բայց եկեք հասկանանք, բարոն վարչապետը 2018 թվականին ինչի համար է դուրս եկել եթեր եւ մարդկանց ասել է իմ տղաս գնում է բանակ։ Գիտեք ինչի համար։ Քանի որ վարչապետը շատ լավ իմանում էր, որ ժողովուրդը դժգոհ են, որ հասարակ մարդկանց տղերքը գնում են բանակ, իսկ ինչ որ մարդիկ կան Հայաստանում, ում տղերքը չեն գնում բանակ։ Ու դրա համար վարչապետը 2018 թվականին, իմանալով, որ մարդիկ դժգոհ են, դուրս է եկել իր տղու հետ եթեր, ճիշտ է։ Հիմա տեսեք, Հայաստանում նորից նույն վիճակն է եւ հայաստանցին իմանում է, որ Ղարաբաղցիների իրանց տղորցը չեն ուղարկում բանակ։ Ինչի։ Ինչա Ղարաբաղի տղան ինչ որ բանով ավելի լավ է, քան թե հայաստանցուն տղան, Ինչի պետք է Հայաստանում գյուղերում մարդիկ իրանց տղուն ուղարկեն բանակ, իսկ Ղարաբաղցին Երևանի կենտրոնում իր տղուն չի ուղարկում բանակ, եւ առավոտից երեկոյան հալամ սպառնում է մարդկանց դուրս է գալիս միցիգների առանց հայկական պասպորտ։ Ու ինչ որ բաներ է պահանջում։
Ինչա կառավարության անդամները լեզու չունեն, թե մեզ ուժային կառույցներ չունեք, ով է Վիտալի Բալասանյանը, ով է Վիտալի Բալասանյանը, ով է Արտուր Ագաբեկյանը, ով է Սամվել Շախրամանյանը, որ քո երկրում լեզու է հանում մարդկանց վրա, ով, եկեք մի հատ հասկանանք, ով, ինչի պետք է թմրանյութ վաճառողը սպառնի բլոգերին կամ լրագրողին, ով կարա ասի քննչական կոմիտեում կամ ԱԱՑ-ում, որ բլոգերը ինչ որ մեղք ունի, հա, որ պետության տարածքով ման են գալիս հանցագործները, ով այսօր համարյա 5 տարի է անցել 44 օրվա պատերազմից հետո, մինչ հիմա դատարանը չի ուզում դատի Միքայել Արզումանյանին։ Պատկերացեք, Միքայել Արզումանյան անունով հարաբաղցի, ով մոտ 200 հայ զինվոր է սպանել Շուշիում եւ Ղարաբաղում, մինչ հիմա դատարանը չի ուզում դատի այդ մարդուն։ Ոնց է ստացվում։ Ուրեմն ունեք շատ լուրջ խնդիրներ պետության մասշտաբով։ Ոչ վարչապետը, ոչ падգամավորները հարց չեն տալիս։ 5 տարի դատարանը չի դատում մի հատ մարդուն, ով 200 զինվոր է սպանել։ Ուրեմն դատավորները, քննիչները, պրոկուրատուրան սա ղարաբաղցիների ձեռն է։ Դա դարավ պետություն, դարավ սա, հա, պետություն։ Բայց պետությունը ոնց կարա 2 ամսում դատում են հասարակ մի հատ տղուն, ով 10 գրամ նարկոտիկ են գտել։ 2 ամսում դատը դուրս է գալիս։ Նստեցնում եք բանկ մենք մի հատ քաղաքացում մենակ դրա համար որ 10 գրամ նարկոտիկ է գտել իր ջեբի մեջ, բայց Միքայել Արզումանյանը 4 տարի արդեն, պատկերացնում եք, 4 տարի եւ 4 ամիս շարունակում է դատը եւ ոչ մեկ իրան չի դատում։ Մեզ պետք չէ ոչ մի հայտարարություններ, մեզ հետաքրքիր չի ոչ մի զայվլենի, ոչ մի ինտերվյու, ոչ մի գրառում։ Ես արդեն գիտեմ հայեր, ովքեր դուրս են եկել Հայաստանից, իմիջիայլոց իրանք Փաշինյանի աջակիցներն, ասում են մենք գնում ենք ապրենք ուրիշ երկրում, անունները չեմ տալու։ Մենակ դրա համար որ մենք հանգիստ լինենք, մենք էլ չենք կարող։ Մենք նայում ենք որ ուժային կառույցները չեն պայքարում կրիմինալի հետ եւ Ղարաբաղյան կլանի հետ, եւ մենք հասկանում ենք, որ ուժային կառույցները ԱԱՑ-ն, քննչականը, դատարանները, հա, ղարաբաղցիների ձեռն են, եւ всё։ Ու դրա համար մենք ունենք իրավիճակ, հա, որ Արկադի Ղուկասյանի եղբայրը ունի 48 հատ օբյեկտ եւ իր ընտանիքը եւ սա աղը իր ձեռն է, բայց այսօր այս մարդը կարա լրագրողներին փող տա ասել, ցեղ շպրտեք բլոգերների վրա, այսօր այդ մարդը կարա կայքեր քանդի եւ այսօր ղարաբաղցիները դուրս են գալիս Երևանի կենտրոնում, մեկը չի ասում, բա ոնց է ստացվում, որ 48 հատ օբյեկտ ունի Արկադի Ղուկասյանի ընտանիքը, դուք այսքան գրում եք ղարաբաղցիներ կառավարության մասին, դուք քիչ եք գրում, որ Արկադի Ղուկասյանը 48 հատ օբյեկտ ունի, ով է սա պատասխանը տալու։ Ղարաբաղցիները փող են ուզում, մեզ շանտաժի են ենթարկում։ Մի հատ հարց տամ։ Դուք 44 օրվա պատերազմի ժամանակ դուք ճնշում եք հայ զինվորին Հայաստանից, դուք քֆրտում եք այդ զինվորին, դուք գցում եք իրան գերի, դուք սպանում եք հայ զինվորներին։ Եկեք հիշեցնեմ ոնց են պահել Ղարաբաղի կոնտրակտիկները եւ սպան զինվորների հանդեպ իրանց։ Մի հատ ասեք նորմալ մարդը կարա իր զինվորի հանդեպ այս ձևի վերաբերվի, թողնի իր արտերում, ճնշի, որ հազնի իրան գերի։ Եկեք մի հատ նայենք մենք միտեղ, ձեզ հետ։
Ուրիշ վիրավորել, կարող ես կանես, ես այդ եք։ Ուրա էլ եմ, վիրավորվան չկա։ Չէ, արգելամատարի ճարած ոտ եք ետենա։ Նայ, զինվորը ասմա ես վերավոր եմ, ասմա թքած ունեմ, Ղարաբաղցին ասմա թքած ունեմ, վիրավորներին թողում եմ, նորից նայեք։ Ու այս ձևի բոզի տղերքին փող են տալիս Հայաստանում։ Այս ձևի սպան, կոնտրակտիկը, ով սենց այրապայել, ինքը իրավունք ունի Հայաստանում փող ստանա, նորից նայեք։ Ուրա Ուրիշ վիրավորել, կարող ես կանես, ես այդ եք։ Ուրա էլ եմ, վիրավորվան չկա։ Չէ, արգելամատարի ճարած ոտ եք ետենա։ Ու այս ձևի սպանում էին մեր զինվորներին, հա, այս ձևի, ոչմ դուք տեսակ, հա, գիտեք ինչա, ու սա 44 օր այս ձևի վերաբերվում են իրանց զինվորների հանդեպ, իրանց զինվորի հանդեպ այս ձևի են վերաբերվում, մի հատ Ղարաբաղցի գերի չընկավ, սա Հայաստանի տղերքն են ընկել գերի, ու մենք ենքան թույլ ենք, որպես պետություն, որ այս ձևի բոզի տղերքին թույլ ենք տալիս, որ դուրս գան Երևանի կենտրոնում, այս մարդկանց, ովքեր այս ձևի է վերաբերվել զինվորի հանդեպ, դուրս գան, ճնշեն մեզ Երևանի կենտրոնում գորգորան, վատ մեզ վրա նայեն, Facebook-ում գրեն, որ չգիտեմ, ստրան ենք մենք կտրելու, ստրան ենք սպանելու, ինչի պետությունը, ինչի ուժային կառույցները թույլ է տալիս սենց բաներ կատարվի, ինչի ով է այս ձևի մարդը, որ գա Երևանում ասի հալամ ինչ-որ ինձ կամ էլ մեկին դատ է տալու, այսինքն մի հատ բոզի տղերք, ովքեր այսքան փող են գողացել, այսքան վնաս են տվել Հայաստանին, դրանք ով են, որ գան Հայաստանում հալամ ինչ-որ մեկին ասեն, ճնշեն կամ էլ մի խոսք ասեն։ Եվ այո, մարդիկ դրա համար հիասթափվում են, ասում են մեզ ԱԱՑ չունեք։ Եթե ԱԱՑ-ն թույլ է տալիս, որ Վիտալի Բալասանյան անունով մի հատ մարդ, ով սաղ կյանքա թմրանյութ է վաճառել ու բանկամատներ է քանդել Երևանի կենտրոնում մանգա, ուրեմն մեզ չունեք ԱԱՑ-ը։ Քանի որ օրինակ հայաստանցին այսօր չի կարող հասկանա, ինչի Հայաստանցում 10 գրամ նարկոտիկի համար բռնում են նստացնում, իսկ Ղարաբաղցիները, ովքեր տոննաներով նարկոտիկ են վաճառել, հանգիստ ման են գալիս Հայաստանի տարածքով։ Ու այսօր ունենք մեզ հերոս տղերք, Սարմեն անունով օրինակ մի հատ տղա ունենք, Դարբաս գյուղից։ Երկու ոտը չունի, պարոն Սուրեն Պապիկյան, եթե դուք ինձ լսում եք, Սարմեն անունով տղա ունեք, երկու ոտը չունի, իրա երկու տղան ծառայում են բանակում, պարոն Սուրեն Պապիկյան, իսկ Ղարաբաղցիները իրանց տղորտը չեն ուղարկում բանակ, ինչա, մեզ պաշտպանության նախարարությունում չունեք մեզ, մի հատ մարդ դուրս գա ազգային ժողովում, ասի սա ինչքան է շարունակվելու, ինչքան է շարունակվելու, Սարմենը, որ երկու ոտը չունի, մի հատ տղան ծառայում է, մյուս տղան էլ կոնտրակտ է ստորագրել օֆիցեր է դարել։ Ոնց է ստացվում, որ այս ընտանիքում երկու հոգի ծառայում են, իրանց papan երկու ոտը չունի։ Բայց այս մարդիկ ում երկու ոտը ունի եւ ոչ մի երեխա իրանց երեխան չի ծառայում։ Դուրս է գալիս, մեզ սպառնում է, մեզ ուգրաժատ անում, մեզ սպանելու է, մեզ չգիտեմ ինչ անելու։ Գուցե խնդիրը կառավարության անդամների մեջ է, որ դուք թույլ եք տալիս սենց բաներ կատարվի Հայաստանի տարածքում։ Ես հիմա մի հատ վիդեո ձեզ հետո կգցեմ իմ Facebook-յան ալիքս, որպեսզի ժամանակ շատ չկորցնենք։ Ահագին թեմաներ կա, որի մասին այսօրվանից մենք խոշոր զրույցներ ենք անելու։ Հարգելի Ղարաբաղցիներ, ովքեր նայում են այս եթերը, երևի դուք տեղյակ չեք, որ ահագին թեմաներ կա, որի շուրջ մենք չենք խոսացել, այսօրվանից խոսելու ենք։ Օրինակ, այսօրվանից մենք պատմելու ենք Հայաստանի Հանրապետության բնակիչներին, որ 44 օրվա պատերազմի ժամանակ ահագին տղա է զոհվել, եւ պատերազմից հետո դուք ստեր եք տարածում, որ իբր դուք ման եք գալիս ձիակը, հա, զոհված տղու ձիակը Ջաբրայիլում, Հադրութի շրջանում, որտեղ արդեն ադրբեջանական զորքեր են, իբր դուք ման եք գալիս ինչ-որ ձիակ, դուք ստեր եք տարածում, որ իբր ադրբեջանցիները դադարացրել են
թույլ չեն տալիս ձեզ որ դուք ման գաք այդ ձիակը, հետո նորից թույլ են տվել որ դուք ման գաք։ Հարգելի Ղարաբաղցիներ, այն մարդիկ, ովքեր լավ մարդիկ են։ Ես դիմում եմ լավ մարդկանց։ Դուք ո՞նց եք գտնում։ Բայց կարելի է այդպես բան անել, եթե ձիակը մորգում կա, ստել զոհվածի հորը ասել դե դժվար է, պետք է ինչ-որ բան անեք, որ ռուսները թույլ տան գնանք դեղ ման գաք, դե դժվար է, պետք է ինչ-որ ձևեր գտնենք, ոնց անենք, որ ռուսը պայմանավորվի ադրբեջանցու հետ, որպեսզի մենք գնանք դեղ ման գաք։ Вообще դուք ո՞նց եք գտնում, սա նորմալ երևույթ է։ Եվ եթե ինձ սպասательной службից նայում են Ղարաբաղից, դուք անվճար եք մանեկել սաղ ձիակները, թե եղել է որ դուք փող եք վերցրել զոհված հայրիկներից, զոհվածի տղերքի հայրիկներից, եղել է որ դուք փող եք վերցրել որպեսզի ման գաք այդ ձիակը, թե դուք անվճար եք մանեկել ձիակը։ Այդ առաջի հարցը։ Երկրորդ հարցը, եղել է տես բան, որ մորգում է եղել այդ ձիակը, դուք ձև եք թափել, որ իբր ման եք գալիս Հադրութի շրջանում։ Քանի որ այն մարդիկ, ովքեր ման էին գալիս ձիակներին, պետք է իմանան, որ եթե հայաստանցիները իմացան, որ ձեր մեջ բոզի տղեր կան, ովքեր խաբում են զոհված ընտանիքների եւ ասում են իբր ձիակը չեք կարող գտնեք, բայց այդ ձիակը եղել է մորգում, շատ վատ է լինելու ձեզ համար։ Եվ ես հույսով եմ, որ այսօրվանից երբ մենք սկսենք գցել վիդեոներ եւ ահագին լուրջ տեղեկություններ, հա, հավատացեք, որ դաժե եթե մնացել է Հայաստանում մի հոգի կամ երկու հոգի, ովքեր հավատում են ղարաբաղցիներին, հավատացեք, որ այն վերջի մարդիկ, ովքեր ձեր հանդեպ լավ են վերաբերվում, դրանք էլ արդեն մի բառ չեն գրելու ձեր մասին, մի հատ բառ։ Եկեք մենք մարդկանց պատմենք, որ 44 օրվա պատերազմի ժամանակ ահագին մարդիկ Ռուսաստանից եւ Հայաստանից եկել են Ղարաբաղ, քանի որ իրանց տղան անհայտ կորել է կամ զոհվել է, եւ դուք զոհված ընտանիքների, զոհված տղերքի հայրիկներից Հայաստան հյուրանոցում կոֆեի եւ չայի փողել եք վերցնում։ Քանի դեպք է տենց եղել։ Եկեք մենք պատմենք, ուզում եք, պատմենք։ Այսինքն ինչ աստիճանի մարդիկ պետք է լինեն անասուն, որ իրանց տղան թաքցրել են բունկերում, հա, բոլորը տեսել են սաղ բունկերը լցված Ղարաբաղի տղերքով, հարուստի տղերքը սաղ լցված։ Ինչ աստիճանի դուք անասուն եք, որ դուք զոհվածի հայրիկից կոֆեի կամ չայի փող ես դու վերցնում։ Մի հատ մարդ, ով արտասունքների մեջ տղա է մեծացրել ուղարկել, որ ձեզ համար կռվի, դուք իմանալով, որ այդ մարդու տղան զոհվել է, դուք Իրանից փող եք վերցնում, աբեդի փող ես վերցնում, չայի փող ես վերցնում, ահագին դեպքեր ունեք այս ձևի, ահագին, դուք ինչա անասուն եք, չի կարելի, թե կոֆեն անվճար տալ զոհվածի հայրիկին, այս մարդը չի կարող գտնի իր երեխուն։ Եկել է պահը, որ ամեն ինչ պատմելու ենք, միջ հիմա չենք պատմել, այսօրվանից շատ տեղեկություններ եք գցելու, թող մարդիկ իմանան։ Ռազ դուք այսօր Ռուսաստանի հրամանով ուզում եք քանդեք Հայաստանը, ռազ դուք Ռուսաստանի հրամանով եկել եք քանդեք Հայաստանը, հա, ուրեմն պատասխանը դուք ստանալու եք, ովքեր եք դուք։ Եթե չեմ սխալվում, առանձին ղարաբաղցիներ մեկ-մեկ ինձ եւ իմ հետևորդներից գրում են, որ դուք չեք մտածում, որ եթե Փաշինյանը չընտրվի 2026 թվականին, մեկ ձեզ ինչ օր են գցելու։ Լուրջ։ Իսկ դուք ինչ այն ովքեր տենց բաներ են գրում, այն ղարաբաղցիները ով գրում են, եթե Փաշինյանը չընտրվի, գիտես, քեզ ինչ օր է գցելու։ Մի հատ հարց տամ։ Իսկ դուք ինչա իմ թշնամիս եք։ Այսինքն քիչ է որ այդքան հայ եք սպանել Ղարաբաղում եւ Երևանի կենտրոնում, դուք ինչ եք մեզ սպառնում, որ մեզ էլ եք սպանելու, այսինքն դուք ձեր երեսը ցույց եք տալիս, չէ՞, դուք ասում եք, ինչ է լինելու ձեզ հետ, եթե մենք Քոչարյանը գա հետ, այսինքն դուք ինչ եք ուզում ասեք։ Ես եթե բախող լինեի, կամ էլ իմ բլոգերներս, կամ իմ լրագրողներս, ընկերներս, մենք 6 տարի չենք խոսա եթերում այն ամենը, ինչի մասին մենք մտածում ենք։ Եվ եթե դուք կան տենց ղարաբաղցիներ, ովքեր YouTube-ում նայում են կամ Facebook-ում նայում են, եթե դուք ձեր տներում, իսկ ես գիտեմ, որ մեծ մասը ձեր ասում է, «Էսա կտենա քիչ է մնացել, էսա քիչ է մնացել»։ Եթե ինձ նայում եք YouTube-ով կամ Facebook-ով եւ դուք մեկ-մեկ ձեր ավտոներում կամ տներում ասում եք քիչ է մնացել, հեսա մենք ցույց ենք տալու, դուք
2018 թվից հետո, երբ Փաշինյանը եկել աղակավար ադարել, դուք նույն ձևի ասում եք, քիչ է մնացել, եւ այնքան sense մատով դուք խփել եք, ասել եք քիչ է մնացել, որ Աստված ձեզ չափալախ տվեց եւ Ղարաբաղից շպրտեց։ Դուք մատով ասել եք քիչ է մնացել, բայց եկաք հասանք մի հատ իրավիճակին, երբ տրաքեց այդ բենզինը եւ 500 հոգի մահացան եւ վերավորվեցին։ Այն մարդիկ, ովքեր ասում են քիչ է մնացել։ Դուք ասում եք քիչ է մնացել, մենք ձեր տեղը ցույց կտանք, բայց դες ինչքան զոհ մենք կորցրեցինք 23 ժամանոց կրվի ժամանակ։ Նյուժելը դուք չեք հասկանում, որ այս ձևի զրույցները, երբ դուք ուրիշին անիծում եք, սպառնում եք, դուք չեք հասկանում, որ Աստված դրա համար պատժում է ձեզ։ Չեք ֆիքսել սա։ Դուք 7-րդ տարին Սիզմոյ գոտ։ Դուք նույն բանն եք կրկնում։ Անիծքներ եւ սպառնալիք։ Դուք չեք հասկանում, որ սա պատասխանը Աստված շատ կոպիտ է տալիս։ Ինչի եք դուք սպառնում մեզ, ինչի եք դուք սպառնում մարդկանց, ինչի եք դուք շանտաժի ենթարկում, ինչի եք դուք ուզում ձայն կտրեք, ես չեմ հասկանում։ Այսինքն թմրանյութ վաճառողները եւ բոզությունանող չինովնիցանները եւ իրան գալու են Երևանի կենտրոնում մեզ հրաման տան, դուք դրա համար եք մեզ սպառնում։ Դա չի լինելու, հավատացեք, դա չի լինելու։ Եվ ես ուզում եմ նորից կրկնեմ, բոլոր այն ղարաբաղցիները, ովքեր ասում են քիչ է մնացել, ես ձեզ եմ ասում, դուք 7-րդ տարին ասում եք քիչ է մնացել, բայց տես Աստված ինչքան վատ բաներ բերեց ձեր գլխին։ Ձեզ շպրտեց Ղարաբաղից, տրաքեց այդ բենզինը, այդքան մարդ վարվեց, 23 ժամվա ընթացքում ինչքան տղա զոհ գնաց, ձեր պատճառով կոնկրետ այն ղարաբաղցի կանայք, ովքեր անիծել են Փաշինյանին կամ էլ կառավարությանը, դուք ձեր տղերքին կորցրել եք ձեր անիծքների համար, երբ կինը իր կեղտոտ բերանով սաղբաղ անիծում է ուրիշ մարդկանց, Աստված պատժում է։ Պետք չէ ոչ մեկին անիծել, ճիշտ հասկացեք, սա շատ բադ բան է։ Դուք անիծում եք այն մարդկանց, ովքեր 35 տարի իրաց գումարներ են տալիս, որ ձեզ պահեն։ Դու շանտաժի ես ենթարկում քո ազգի մարդկանց Երևանի կենտրոնում։ Ու ասում ես, գալու ենք, հանելու ենք Փաշինյանին, սենց եք անելու, ումին ես դու սպառնում, ումին ես դու շանտաժի ենթարկում։ Բայց մեզ թուրքը մեր թշնամին է, ադրբեջանցին մեր թշնամին է։ Ոնց որ թշնամին դուք եք Երևանի կենտրոնում։ Մեզ ուրիշ թշնամի հիմա Հայաստանում չունեք։ Մեզ ունենք մենակ ներքին թշնամին, ով պատրաստ է մեզ վաճառի գումարով։ Ռուսների, հա, մեզ ունենք ներքին թշնամին, ովքեր իրանք հանցագործ են եւ պատրաստ են փողով վաճառել Հայաստանը։ Քանդեն Հայաստանը։ Ասում եմ, այսքան զրույցները պետքա չլինի համացանցում, ոչ մի գրառում պետքա չլինի, եթե պետությունը ինքը չի պայքարում Ղարաբաղյան կլանի հետ եւ կրիմինալի հետ, մենք այսքան ձեզ հետ ժողովուրդ ջան, ոչ մի բանի մասին ոչ կգրենք, ոչ սպորտ անենք, հասկանում եք։ Мы никогда с вами не будем ссориться ни с кем, ругаться, если бы государство было бы сильным. Это պետությունը ուժեղ լիներ, համացանցում ոչ մի սկանդալ չի լինի։ Բայց պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, ոչ մի քայլ, ոչ մի պատերազմ, ոչ կրիմինալի հետ։ Կներեք, ինչ օր եք մեկ ընկել, որ Սամվել Շախրամանյան անունով մի հատ մարդ, ով սա զենքը հանել է, ինքը անօրինական է, ինքը вообще ինչ պրեզիդենտ է, ինչ զիբիլ է ինքը, որ պրեզիդենտ լինի։ Ով է Սամվել Շախրամանյանը, որ դու Հայաստանի Հանրապետություն քո տարածքում թույլ ես տալիս, որ բывший ԿԳԲշնիկ, նարկոման Սամվել Շախրամանյանը հայտարարություններ տարածի։ Մենք ինչքան թույլ պետություն եք, որ մետաքսիայի նման բոզություն անող կինը գա Հայաստանի տարածքում ասի, որ կա ինչ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչքան եք մենք թույլ։ Ով է այդ ագարկան, որ Երևանի կենտրոնում գա ասի, ինչ որ Ղարաբաղի պետություն ունենք մեզ։ Ասացեք մի հատ խնդրենք։ Ինչի պետք է սա Հայաստանի ժողովուրդը ամեն օր ներվային դառնա, ինչի, սա հիվանդություններ է, չէ։ Сколько можно нервничать? И зачем нам это надо нервничать? Почему? Тогда ինչի համար եք մենք ասում ենք ԱԱՑ-ի աշխատավարձը բարձրացել է։ Ինչի համար եք բարձրացրել։ Մի հատ հասկանանք։ Եթե ԱԱՑ-ն մի անգամ չի ասում, որ Հայաստանում կա կրիմինալ եւ հանցագործ Ղարաբաղյան կլան, ինչի համար ենք մենք բարձրացրել։ Որ ամեն օր մենք դիաբետ ստանանք, ինֆարկտ ստանանք, ինսուլտ ստանանք, ամեն օր դրա մասին խոսանք։ Օրինակ ինձ հետաքրքիր չէ, ինձ հետաքրքիր չէ այդ կրթվելը նորաձևա, ինչի համար է դա։ Եթե պետության մեջ այդքան հանցագործ կա, ինչի համար ենք մենք այս միջոցառումները անում։ Կրթվելը նորաձևա, ումին ենք մենք դա ասում։
Եթե ոչ մի պայքար չկա կրիմինալի հետ, ինչի համար եք մենք հավաքում ես մարդկանց, ասում եք կրթվել են Նորաձևը։ Մարդիկ վախենում են ճանապարհ դուրս գան, որ Ղարաբաղցին կարող հարձակվի ու դանակահարի։ Ինչի համար պետք է գնա այդ կրթվել են Նորաձևը։ Ինչին է պետք մարդուն Գյումրիում դպրոցը, եթե քաղաքը Վարդանիկի ձերն է։ Եկեք մի հատ հասկանանք։ Ինչի համար Գյումրեցին ինչ անի այդ մանկապարտեզի հետ կամ դպրոցի հետ կամ լավ ճանապարհի հետ, ինչ անի այդ լավ ճանապարհին իր կայնած, եթե այդ ճանապարհի վրա իր տղուն կարան դանակահարեն Վարդանիկի մարդիկ։ Ինչին է դա պետք Գյումրեցուն։ Ու տեսեք 7-րդ տարին մի հատ գեներալ չեն ձերբակալել։ Մի հատ պրոստիտուտկից մի հատ տուն չեն վերցրել։ Ղարաբաղում տես քանի բոզություն անող կին ունեք, ովքեր շատ հարուստ են։ Ոնց է ստացվում, որ Հայաստանում այսքան ունենք մենք զոհվածի ծնող, որ ատամ չունի։ Կինը, ով Բարձրունի գյուղում մի հատ կին եմ ճանաչում, 2 տղան զոհվել է։ 2 տղան։ Ինքը այսօր Բարձրունի գյուղում տունը քանդվել է, չի կարող ապրի, եկել է Արարատյան մարզում է ապրում։ Ինչի պետք է զոհվածի մայրը գումար մանգա, որ մետալակերամիկա անի, չի կարող հաց ուտի։ Բայց այսքան ունենք Ղարաբաղից կին բոզություն անող, որ 2-3 միլիոնի տներ ունեն, ու մի հատ տուն մենք չենք կարող, այս կանանց, ասենք լսի, այս տները որտեղից քեզ Հայաստանում այսքան։ Ինչա դատավոր չունեք, դատախազություն չունեք, մենք չենք կարող ստուգեն այս բոզություն անող կանանց բոլորի տները վերցնեք, տանք բյուջե, չենք կարող մենք դա անենք։ Իննսն 8% Ղարաբաղցիները, ովքեր ունեն տներ Երևանում, սաղ գողացած գումարներ է։ Մի հատ պահանջեք այս մարդկանցից հարց, այս որտեղից այս ձեր տները։ 4 էտաժանի տուն է Թավրիզյան փողոցի վրա, ես հիմա եմ ասում, հարգելի դատախազ, Թավրիզյան փողոցի վրա 4 հարկանի տուն է։ Մի հատ մարդ, ով բանակից փող է թալանել, 4 հարկանի Ղարաբաղցին տուն է սարքել։ Ինքը ինչ իրավունք ունի 4 հարկանի անօրինական տուն սարքի, գողացած փողերով։ Ինչի մեկը հարց չի տալիս, այդ տունը որտեղից քեզ։ Ու Փաշինյանը 6 տարի իշխանության մեջ է, մի հատ Ղարաբաղցուց, մի հատ ասեղ կոնֆիսկացիա չեն արել։ Մենք 1000 անգամ ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օրենք է ընդունվել ազգային ժողովում, որ անօրինական, հա, այս имущество, то есть незаконное имущество ликвидация։ Մի հատ ասեղ կոնկրետ Ղարաբաղցիներից չի վերցնում պետությունը։ Ինչի՞։ Գուցե Ղարաբաղցիների ձերն է պետությունը։ Գուցե Ղարաբաղցիների ձերն է դատարանները։ Մենք նենց շան օրենք ընկել, որ սա Հայաստանը, կես Հայաստանը հանցագործներ է Ղարաբաղից, եւ այդ մարդիկ մեզ են սպառնում, որ մենք ձեզ դատի ենք տալու։ Այսինքն այնքան լկտի են դարել այդ գեներալները, որ դատավորները սա իրանցնեն եւ այդ դատավորներով մեզ սպառնում են ամեն օր։ Լավ, մի հատ հարց տամ։ Եկեք մի հատ հասկանանք, ինչու՞մն է խնդիրը։ Ինչու՞մն է խնդիրը, որ չի պայքարում կառավարությունը։ Եկեք մտածենք, ինձ մտածելու բան ունեմ, եկեք դուք էլ մտածեք։ Սկսենք Մհեր Գրիգարյանից, փոխվարչապետ Մհեր Գրիգարյանը, կառավարության անդամ, մենք միշտ գովում ենք Մհեր Գրիգարյանին, միշտ լավն ենք գրում, եւ ես շատ լավ եմ վերաբերվում Մհեր Գրիգարյանի հանդեպ։ Մհեր Գրիգարյանը երկրորդ մարդն է կառավարությունում, փոխվարչապետ։ Կարելի է իմանալ, մի հատ հարց տամ ձեզ։ Մհեր Գրիգարյանը խոսում է դրա մասին, որ Հայաստանը պետք է գնա առաջ, մենք պետք է կառուցենք Հայաստանը եւ ամեն ինչ անում է դրա համար, որպեսզի Հայաստանը ուժեղանա, չէ՞։ Տենց եմ ես հասկանում իր հայտարարություններով եւ տենց են ներկայացնում Մհեր Գրիգարյանին իր շրջապատը։ Լավ, մի հատ հարց։ Պարոն Մհեր Գրիգարյան, ես շատ եմ ձեզ հարգում ու միշտ լավ եմ վերաբերվել ու լավ եմ վերաբերվելու, բայց ինձ հարց ունեմ։ Դուք որպես փոխվարչապետ, տեսնելով ինչ է կատարում, որ Հայաստանի կեսը, բժշկական կենտրոնները, հա, բանկերը, բանկային համակարգը, դուք բանկային համակարգի հետ շատ կապված եք, չէ՞։ Դուք, պարոն Մհեր Գրիգարյան, տեսնելով, որ բանկերի մեծ մասը Ղարաբաղցիների ձեռն է, Ղարաբաղյան կլանի ձեռն է, դուք ո՞նց եք գտնում։ Պետությունը կարա զարգանա, եթե Ղարաբաղյան կլանը մեջից քանդում է այդ երկիրը։ Ինչ հետաքրքիր է, ուղղակի Մհեր Գրիգարյանը ինչ է մտածում։ Պետք է մենք պայքարենք կրիմինալի հետ եւ Ղարաբաղյան կլանի հետ։ Եվ մեր հետևորդները կարող ասեն, դե Մհեր Գրիգարյանը ինչ կապ ունի։ Մհեր Գրիգարյանը կարող ասել, սա իմ գործը չի, սա դատախազության գործն է, քննչական կոմիտեի գործն է, ԱԱՑ-ի գործն է, ես փոխվարչապետ եմ, ես ինչ կապ ունեմ, կրիմինալի հետ պայքարեմ, հա, կամ էլ բանի հետ պայքարեմ, բայց դուք փոխվարչապետ եք, դուք տանում եք պետությունը դեպի լավ ճանապարհով, չէ, որ մենք զարգանանք, ուժեղանանք, չէ, եւ ստեղ հարց է ծագվում։ Մհեր Գրիգարյանը որպես փոխվարչապետ ինքը ինչ է մտածում։
կա պետության մասշտաբով մեզ հանցագործներ, կրիմինալ եւ Ղարաբաղյան կլան, որը խանգարում է զարգանա պետությունը։ Եվ ես հիշեցնեմ մեր հետևորդներին, որ Մհեր Գրիգարյանը շատ մոտիկ է Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների հետ, ովքեր այսպես ասած իրանց անունը դրել են բանկիր եւ բիզնեսմեն, եւ դու գիտեք, որ նույն Արչին բանկը Ղարաբաղյան կլանին է պատկանում, չէ՞։ Եվ Մհեր Գրիգարյանը եղել է Արչին բանկում իրան ակցիաները եղել, հիմա ասում են, որ ինքը վաճառել է, Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչը արել է իր ակցիաները, ես չգիտեմ ոնց է եղել, ինչ է եղել։ Այսինքն Արչին բանկի ղեկավարը, ով միլիարդներ է աշխատում Հայաստանում, եւ ես հիշեցնեմ մեր հետևորդներին, որ կոնկրետ Ղարաբաղի բանկերը, ղարաբաղցիների բանկերը, իրանք են գումարներ տալիս, որ կայքերում նյութեր գրեն, հերոստալիքներով ցեխ շպրտեն եւ քանդեն Հայաստանը մեջից։ Այսինքն Ղարաբաղյան բանկերն են փող տալիս, որ կառավարության դեմ եւ պետության դեմ գնա պայքար։ Այսինքն Մհեր Գրիգարյանը ընկերությունը անում բանկերի հետ եւ ղարաբաղցիների հետ, ովքեր այդ բանկային համակարգում փող են տալիս, որ քանդեն Հայաստանի Հանրապետությունը։ Ստացվում է, որ Մհեր Գրիգարյանը երկրորդ մարդը կառավարությունում ոչ մի պայքար Ղարաբաղյան կլանի հետ չի անում եւ չի գտնում, որ պետք է մենք պայքարենք։ Դենց է ստացվում, ես չգիտեմ, գուցե ես սխալվում եմ, բայց եկեք հարցնեք մեր հետևորդներից։ Ես ճիշտ եմ մտածում, թե սխալ եմ մտածում, դուք ո՞նց եք մտածում։ Եկեք սենց հարցը դնեմ։ Մհեր Գրիգարյանը որպես փոխվարչապետ պետք է պայքար տանի Ղարաբաղյան կլանի հետ, թե ոչ։ Մի հատ գրեք։ Պետք է պայքարի փոխվարչապետը կրիմինալի դեմ, թե ոչ։ Այս հարցն եմ դնում, եթե կարելի է գրեք եւ մենք շարունակենք մեր թեման, ես ուզում եմ նաեւ հիշեցնեմ, որ այսօր մեծ հարց է ծագվում։ Ովքեր են այն մարդիկ Փաշինյանի շրջապատում, այո գրում են բոլորը, որ փոխվարչապետը պետք է պայքար տանի Ղարաբաղյան կլանի հետ։ Դու գրեք մենք որպեսզի կարդանք, ովքեր են այն մարդիկ Փաշինյանի շրջապատում, ովքեր չեն ուզում կռվեն Ղարաբաղյան կլանի հետ։ Ստեղ շատ լուրջ հարց է եւ ստեղ հարց է ծագվում։ Արայք Հարությունյանը, ով հիմա բանտում նստած է, հին Ղարաբաղի ղեկավարը, Արայք Հարությունյանը ահագին գործեր էր անում Հայաստանում տարբեր մարդկանց հետ, բիզնեսմենների հետ եւ իմ տեղեկություն ունեմ, որ առանձին մարդիկ Փաշինյանի շրջապատում, ովքեր շուտվանից բիզնեսմեն են Հայաստանում, այս մարդիկ գործեր են ունեցել Արայք Հարությունյանի հետ, տարբեր կեղտոտ գործեր։ Եվ այս մարդկանց համար Արայք Հարությունյանը տականք չի ու հանցագործ չի, այլ իրանց բիզնեսմեն ընկերն է։ Ինձ ունեմ մտածողություն, այս ձևի մտքեր, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատում ունենք դեսպաններ, նախարարներ, նախարարությունում աշխատողներ, տարբեր մարդիկ, ովքեր ինչ որ կապեր են ունեցել Արայք Հարությունյանի հետ, փողեր են իր հետ միտեղ աշխատում եւ ինչ է ստացվում, որ այն մարդիկ, ովքեր Բակո Սահակյանի ժամանակ, Արայք Հարությունյանի ժամանակ փողեր են լվանում Չերես Ղարաբաղ, հնարավոր է, որ իրանք դեմ են, որ Փաշինյանը պայքարի Ղարաբաղյան կլանի հետ։ Սա շատ լուրջ խնդիր է, այսինքն այն մարդիկ, ովքեր Ղարաբաղյան կլանի հետ միասին փողեր են կերել Ղարաբաղի փողերը, այսինքն այն գումարները, որը Հայաստանը տրամադրում էր Ղարաբաղին, այդ գումարները կերել է ոչ թե մենակ Ղարաբաղյան կլանը, այլ հնարավոր է, որ Փաշինյանի շրջապատում ով աջակցում է Ղարաբաղյան կլանին եւ ով չի ուզում կռվի Ղարաբաղյան կլանի հետ, հնարավոր է եւ երևի տենց էլ կա, որ առանձին մարդիկ Փաշինյանի շրջապատում բենզինի վրա, ուտելիքի վրա փողեր են գողացել։ Տեսեք, եկեք մենք մտածենք, հա, Ղարաբաղը Հայաստանից փողեր էր ստանում եւ այդ փողով Ղարաբաղը առնում էր բանակի համար, օրինակ բենզին, կերոսին, ճիշտ է։ Ղարաբաղը առնում էր այդ գումարներով, որը Հայաստանի բյուջեն իրանց էր տալիս, ուտելիք բանակի համար։ Ղարաբաղը առնում էր տարբեր բաներ Հայաստանում։ Իսկ Հայաստանում եղել են օլիգարխներ եւ բիզնեսմեններ, ովքեր վաճառում են այդ բաները չես իրանց կամպանիաները Ղարաբաղին, եւ ես մտածում եմ, որ Ղարաբաղի ղեկավարները պայմանավորներ են տարբեր բիզնեսմենների եւ օլիգարխների հետ Հայաստանում եւ գրում են մի հատ գումար, բայց տալիս են ուրիշ գումար։ Այսինքն Արայք Հարությունյան անունով մի հատ մարդ, ով ղեկավարում էր Ղարաբաղը, կամ Բակո Սահակյանը, պայմանավորվում են Երևանում, որ մենք ստանում ենք բենզինը այս գումարով,
բայց մենք մի քիչ ենք ստանում եւ այս գումարը, որը ավելա կիսում ենք։ Ուստեղ է թաքնված շունը, այսինքն ովքեր են Փաշինյանի շրջապատում դեմ, որպեսզի Հայաստանը պայքարի հանցագործ Ղարաբաղյան կլանի դեմ։ Այն մարդիկ Փաշինյանի շրջապատում, ովքեր ընկերություն են արել Արայիկ Հարությունյանի հետ, Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների հետ եւ միտեղ փող են թալանել, դրանք Փաշինյանի ականջին նստած ասում են, որ պետք չի պատժել Ղարաբաղյան կլանը։ Այս փաստն ենք մենք տեսնում եւ եթե Փաշինյանի շրջապատում փող վարչապետները ոչ մեկ չի ասում, որ ունենք մեզ Ղարաբաղյան կլան եւ պետք է իրանց հետ պայքարել, ուրեմն դուք պետք է իմանաք, որ պատասխանը դա է, որի մասին ես ասում եմ։ Քանի որ այս մարդիկ թալանել են Ղարաբաղյան կլանի հետ գումարներ, իրանք չեն ուզում պայքարել Ղարաբաղյան կլանի դեմ։ Եթե դա տենց չի, ոնց է ստացվում, որ 6 տարի Փաշինյանի շրջապատը լռում է ու չի ասում, որ պետության մասշտաբով ունենք հանցագործ Ղարաբաղյան կլան։ Гор Аматунин էլ на им եթերս, Гор, դու համաձայնես ինձ հետ, թե ոչ։ Вот, Гор, ты согласен, что люди есть в окружении Пашиняна, которые при Кочаряне и Серже продавали керосин, продукты Карабаху, делили часть дохода с Араиком, с Бако, и были замешаны в коррупционных схемах, потому что Армения дает огромные деньги Карабаху, а эти деньги же не просто так дают, а эти деньги надо купить керосин, еду, да? То есть мы должны задать вопрос, кто из бизнесменов воровал карабахские деньги? Может быть, эти люди не позволяют возбуждать уголовные дела? Եվ ամեն հայաստանցի պետք է այդ հարցը տա։ Ոնց է ստացվում, որ Փաշինյանի շրջապատում ոչ մեկ չի պայքարում Ղարաբաղյան կլանի հետ։ Գուցե իրականությունը ավելի ստրաշնի է, քան թե մենք մտածել ենք։ Գուցե իրականությունը ավելի սարսափելի է։ Գուցե ես եմ ճիշտ, որ կառավարությունը չի ուզում պայքարի Ղարաբաղյան կլանի հետ, քանի որ իր մի մասը, կառավարության մի մասը, այսինքն Փաշինյանը վերցրել է մարդկանց հին Հայաստանից, ովքեր փող են կիսել Ղարաբաղյան կլանի հետ։ Այս բանկերը Հայաստանում բանկերը, եթե մեծ մասը Ղարաբաղցի բանկեր է, ուրեմն այս մարդիկ փող են աշխատում Ղարաբաղցիների հետ միտեղ, եւ այդ մենք ենք պայքարում Ղարաբաղյան կլանի հետ, բայց ոչ կառավարությունը կամ ուժային կառույցները։ То есть люди, которые воровали деньги на бензине, на еде, Гор пишет, но в Карабахе бизнесмен и чиновник было то же самое, впрочем, как и в Армении. Да, вот наш ответ. Да. Երկար չեմ ուզում խոսամ, ամենակարևորը ես ասեցի, տեսնենք ինչ է լինելու, բայց ես ուզում եմ վերջացնեմ շատ վատ նախադասությունով իմ եթերս, բայց իրականության հետ համապատասխանող։ Եթե կառավարություն եւ ուժային կառույցները չսկսեն մեծ պայքար կրիմինալ աշխարհի հետ եւ Ղարաբաղյան կլանի հետ, ես չեմ ուզում վատ բաներ ասեմ, բայց ես վստահ չեմ, որ Հայաստանը կմնա։ Այսինքն, եթե մի հատ պետության մեջ ոչ մի պայքար չկա կրիմինալի հետ եւ Ղարաբաղյան կլանի հետ, այդ պետությունը չունի ապագա։ Վերջին ընտրությունների ժամանակ ԿՓ-ն ասում էր ապագա կա, ապագա։ Այս եթերը ուզում եմ վերջացնեմ այս նախադասությունով։ Չունի ապագա այն պետությունը, որը իր աչքերը փակում է հանցագործների հետ եւ Ղարաբաղյան կլանի վրա։ Տա Աստված, որ մեր ուժային կառույցները եւ կառավարությունը ապացուցեն Հայաստանի Հանրապետության բնակիչներին, որ իրանք չեն պաշտպանում Ղարաբաղյան կլանը եւ հանցագործ անձնավորություններին։ Տեսնենք